Բարև հայեր ջան, գիտեք արդեն տևական ժամանակ է ինչ վերածննդի շարժումը իր հիմնական փուլում է, ամենակարևոր ու վերջնական ու վաղը մայիսի 1-ն է, վաղը շատ որոշիչ ու կարևոր օր է բոլորիս համար ու այդ որոշումը ու իր որոշիչ լինելը կախված է ներկաների քանակից, որոշիչ կարա լինի մեր համար, կարա լինի ներկայիս իշխանությունների իրաձևական ընդդիմության հետ մեկտեղ։ Նենց որ եթե դուք ուղակի Facebook-ում դժգոհող չեք, այսինքն հայրենասիրական խոսքերը ձեր մոտ ուղակի լայքերի համար չի, եթե Նիկոլի քարոզը ձեր վրա չի ազդել, որ Հայաստանը on-line է, այսինքն Facebook-ում գրում եք ու դա բավական է։ Ես ամեն օր նկատում եմ Facebook-յան իմ ընկերների էջերում տարբեր տեսակի արտահայտություններ, գրառումներ, թուրքը իմ թշնամին է, Նիկոլ քո սենց ունենցը, էսին ենք, էնին ենք եւ այլն, բայց այսքան ժամանակ տվյալ մարդկանց ես չտեսա Ազատության հրապարակում, այն դեպքում որ այսօր դա փաստ է, դա ոչ թե ես եմ ասում, այլ ոչ մեկ չի կարա հերքի կամ ասի ավելին, որ այս ընթացքում իսկ ավելի կոնկրետ հենց վաղը մենակ վերածննդի շարժումն է պատրաստ րոպե առաջ ձերբազատվել Նիկոլից, եթե դուք գրառումների փոխարեն ֆիզիկապես գաք ու ներկա լինեք Ազատության հրապարակում, այսինքն ամեն ինչ կախված է ձեզանից յուրաքանչյուրից, այն մարդկանցից, ում համար Հայաստանը իրոք on-line չի։ Հիմա տեսեք, այս ընթացքում ինչքան դեգեներատ կար, ինչ ասես վայրահաչեց, ինչ ասես զրպարտեց ու շարարեց ու ինչ ասես կեսը փախան են, որ պետք է արդեն հանդիպեինք, կեսը թռան ինչպես միշտ ծերաներա գիրկը, մի խոսքով տակը ոչ մի բան չկա մարդ, ով կարա իր գրառմանը, իր զրպարտանքին մեր հասցեին, մինչև վերջ տեր լինի ու կարողանա գալ իր ասածների դուրս տվածի համար պատասխան տալ, ոչ իր հարթակով ինքը կարա հիմնավորի, ոչ առավել եւս մեր առաջ, նենց որ սա չկայացած թռած հակահայերի մի հատ զբրոդ է կուտոկ, որը հաչած ու սպառվեց ոնց նայում ենք, կարա նոր ալիք էլ բարձրացնեն հաչոցների, վստահ եղեք, որ դրանք հաչոցներ են, ով վաղուց գիտի մեզ լավ գիտի, որ մենք յուրաքանչյուր խոսքի հետևից գնացող ենք, մեր դեմ ասված, մեր կողմ ասված, մենք մեր խոսքին ենք տեր, մենք խոսքը առհասարակ կարևորող մարդիկ ենք ու ոմանց որ թվում է կարան համացանցում ինչ որ խոսքեր գրեն ու անցնեն առաջ, չէ, դա տենց չի, մեր դեպքում ամենայն դեպս։ Ու երբ որ պահը գալիս է այդ վայրահաչերի, որ ոմանց էլ ֆեյքերի տակից ենք հանում, անուն ազգանուններով ու ամեն ինչով արդեն կա, շուտով դրանց հերթնել կգա, այն մնացածին այսենց բուկետով հանձնել ենք դատարան, շուտով դրանց վժոսն էլ դուրս կգա։ Ուզում եմ ասեմ, հայր ջան, այս ինչքան խանգարելու բան ունեին, փորձեցին, արեցին, իրանք տուժելու են միանշանակ։ Այստեղ հարցը այլ է։ Հարցը այն է, որ ներկա իրողությունները հիմնված են բացառապես ձեզանից յուրաքանչյուրի adekvat մոտեցման ու պատրաստակամության վրա։ Պատրաստակամություն, որը on-line-ից դուրս է, Facebook-ից դուրս է, գրառումներից, լայվերից, ուղղակի ինչ որ պատկերացրեք ձեր բոլոր բողոքները, դժգոհությունները, հայրենասիրական ճառերն ու աֆորիզմները կվերանան, եթե Հայաստանում ինտերնետը անջատվի, բա այդ դեպքում իրական Հայաստանը ինչ պետք է անի։ Դուք իրական եք ու դուք պետք եք իրական Հայաստանին։ Ես վստահեցնում եմ բոլորիդ, որ վաղը մայիսի 1-ին կարող է հենց վաղը դիտեք այս տեսանյութը, ամսի 1-ին դիտողների համար ասեմ այսօր երեկոյան 18:00-ին մենք լինելու ենք Ազատության հրապարակում։ Սա միակ ու եզակի հնարավորությունն է ոչ թե ուղակի Նիկոլին փոխարինել մեկ ուրիշ Նիկոլով, այլ արմատախիլ անել առհասարակ հակահայկականիզմը, նիկոլիզմը, նախկինիզմ ու ներկայիզմ, ես չգիտեմ ես ընդհանուր ոնց անվանեմ, մարդկա ասում է ռեժիմ, մարդկա անուն է հորինում, մի խոսքով էս ամեն ինչից ձերբազատվելու համար ուղակի վեր կացեք ու եկեք Ազատության հրապարակ։ Իմիջիայլոց մի փոքրիկ նկատառում բազմիցս հանդիպել եմ մարդկանց մեկնաբանությունների, ովքեր
ասում են այն ինչ ասում եք, ասեք գոռալով, ասեք քֆուրով։ Հիմա ուրեմն հստակ ասեմ, այն մարդիկ, որ երկրի վատ վիճակը պետք է հասկանան միայն քֆուրով կամ գոռալուց հետո, այսինքն եթե ես իմ էմոցիաները զսպած եմ խոսում, մարդկա գլուխը չի մտնում, պետք է իրան քֆուրով ասես կամ գոռալով, որ նոր ասի, արա լուրջ է վիճակը։ Այտենց մարդկանց նույնիսկ հորդորում եմ մոտ չգալ մեր շարժմանը, որովհետև տվյալ մարդիկ երբեք չեն կարող հասկանան հայրենիքի կարևորությունը, չեն կարող զգան դա ու առավել եւս ոչ մի օգուտ էլ չեն կարող տան։ Այդ մարդիկ նրա համար են, որ դու գոռաս, քֆուր տաս, իրանք նայեն, չգիտեմ, մեկը ինչ լինի քֆուրից կամ գոռալուց նոր հասկանա, որ երկիրը վատ վիճակի մեջ է, եւ նենց որ ես խոսում եմ հանգիստ ամեն ինչը հասկացող մարդկանց հետ։ Իմ ունկնդիրը, իմ հետևորդը, ինձ սատարողն ու աջակցողը ամենևին կարիք չունի, որ ինձանից գոռոց լսի կամ քֆուր նոր ինքը բանա հասկանա, որ իրոք վիճակը վատ է։ Եթե մարդիկ կան այդ շեմից հետո են նոր հասկանում, դուք հեռու։ Այն մարդիկ, ովքեր առանց իմասելու էլ հասկանում են ինչ իրավիճակում ենք մենք, ու ինչքան մեծ անհրաժեշտություն կա յուրաքանչյուրիդ ֆիզիկական ներկայության, ապա ամսի 1-ին մայիսի 1-ին 2025 թվականի ժամը 18:00 մի բան էլ շուտ, մի կես ժամ շուտ եկեք ներկա գտնվեք Ազատության հրապարակում։ Քիչ առաջ էլ մեկնաբանություն տեսա ուղիղ ինձ ուղված իմ հարթակում Telegram-յան ալիքում, չեմ հիշի անունը, ուղղակի առիթ է, որպեսզի նաև սենց բարձրաձայնեմ ոչ միայն իր համար, այլ բոլորի, ովքեր հիմա լսում են։ Բովանդակությունը հետևյալն էր, որ հերիք է մարդկանց հանեք դուրս, ուղարկեք տուն, հանեք գործողություն է պետք։ Սա ասում է մարդ, ով հավանաբար տունը նստած նայում է, ինչ գործողություն պետք է լինի, որ ինքը տունը ադիբուդիով նայի։ Ինքը հայ է, հարցը վերաբերվում է Հայաստանին, մարդը կողքից գործողություն է ուզում։ Ուրեմն նման մտածելակերպ ունեցող բոլոր մարդկանց հետ ես այդ միտքը կիսում եմ, բնականաբար դուրս են գալի գործողության, ոչ թե լոլո կարդալ ու տուն գնալու, բայց եթե ուզում եք գործողություն, նախ պետք է հասկանաք, որ գործողությունը կախված է քանակից, ձեր ներկայությունից։ Ձեր այնտեղ ներկա լինելը կախված է, որպեսզի դուք դուրս գաք դիտորդի կարգավիճակից ու ոչ թե հետևեք, թե ինչա լինում, այլ մասնակցեք դրան, որ լինի։ Սրանից ավելի պարզ, չգիտեմ, մեխանիզմ լինում, հա, հասկանալու համար, ընկալելու համար։ Իսկ այդ դիտորդի կարգավիճակից դուրս գալու համար էլ պետք է ուղղակի հստակ, մաքսիմալ պարզ հասկանալ ու գիտակցել, որ գործողությունը, որը ուզում եք կողքից նայեք, կարա իրականանա միայն ձեր ոչ թե կողքից նայելուց, այլ այդ կարգավիճակից դուրս գալուց ու մեր կողքը կանգնելուց հետո միայն։ Նենց որ պետք չի նստել տունը ու պահանջել գործողություն։ Դուրս եկեք, բավարար քանակությունը լրացրեք ու նորից եմ շեշտում խոսքը 70,000 մարդու մասին չի։ Ստարտի համար շատ ավելի քիչ է պետք։ Ուղղակի լրացրեք Ազատության հրապարակը, թող լինի լեփ լեցուն, ես դա տեսնեմ, ու հələ տեսնեմ ձեզ ով է ասում, մնում ենք կամ գնում ենք կամ կլինի քայլ, ուզում եք քայլ, դուրս եկեք։ Այն բոլոր մարդիկ, ովքեր տունը նստած սպասում են քայլի, նախ առաջի քայլը դուք արեք, որովհետև Հայաստանը ինչքան նրանցն է, ումից քայլ եք պահանջում, այդքան էլ ձերն է, ու ոչ մեկ ովքեր պատրաստ են քայլի, ոչ մեկիդ անձնական վարձկանը չի, ու ոչ էլ դուք ինչ որ մի բանով առավել եք նրանցից, ովքեր ուզում են Հայաստանի համար մի բան անել։ Կա 3 կարգավիճակ, որն եք ընտրելու, որ որոշումը ձերն է։ Գոյություն չունի միջին վերաբերմունք այն ամենի, ինչ տեղի ունենում է։ Կամ դուք իրոք դեմ եք ներկա ու նախկին իշխանություններին, մասնավորապես Նիկոլին, որովհետև այսօր իշխանության Նիկոլն է ու Նիկոլի իշխանությունից է կախված նախկին իշխանությունների որպես ընդդիմություն գոյությունը, ինչպես նաև այդ նույն ընդդիմությունից է կախված Նիկոլի իշխանությունը։ Նենց որ այս ամեն ինչը փոխկապակցված է ու ընդհանուր այս ամենին, եթե դուք դեմ եք, դուք պետք է լինեք մեր կողքին։ Դա մի տարբերակն է։ Երկրորդ տարբերակը, կամ կողմ եք այս ամեն ինչին, կամ այդքան էլ դեմ չեք, որ ձեզ նեղություն տակ ու դուրս գաք։
Այստեղ է որ միջին գոյություն չունի։ Միջինը մենակ երրորդ տարբերակն է, որ դուք ընդհանրապես կապ չունեք ոչ հայի, ոչ Հայաստանի, ոչ մի բանի հետ։ Ձեր համար մեկ է, լավ է, վատ է, ինչ է, ձեր կոպիտ ասած եմը ջեմը տեղն է, ձեզ հերիք է, այսինքն մարդ ով ապրում է ուտելու համար իրան լավ լինի, մնացածը հեչ։ Այս երրորդ տարբերակը ընդհանրապես մի կողմ։ Բայց նրանք, ովքեր Հայաստանի մի մաս են կազմում, համարում են Հայաստանը իրանց հայրենիք, հայազգին էլ իրանց ազգ, իրանց միս ու արում։ Այդ երկու տարբերակն է, կամ կողմ եք, այդ դեպքում էլ դժվար առավել եւս հայ ու Հայաստանի հետ կապ ունենալ, եթե կողմ եք այն ամեն ինչին, ինչ կատարվում է մանավանդ այս վերջի 7 տարիներում, դրան էլ գումարած դրանից առաջվա եղածները։ Կամ էլ դեմ եք, այդ դեմ եք դուրս եկեք ամսի 1-ին ժամը 18:00 եղեք Ազատության հրապարակ։ Բոլոր հարցերը լուծվեն, դրվեն մի կողմի վրա։ Էլ ինչի եք բողոքում, էլ ինչի եք գրառումներ անում, էլ ինչի եք վայ, բան, Նիկոլ, քո սենց ունենց, ես ինչ։ Դուրս եկեք։ Սփյուռքում եք ապրում։ Կապվեք ձեր ստեղի ընկերների, բարեկամների հետ։ Հորդորեք, որ դուրս գան։ Մարդիկ, ովքեր ասում են, մենք քաղաքականության մեջ չկանք, սա վաղուց արդեն քաղաքականություն չի, այլ վերաբերվում է յուրաքանչյուր մարդու, ով ապրում է Հայաստանում ու ազգությամբ հայ է, ով Հայաստանը համարում է իրան հայրենիք, թեկուզ եւ ազգությամբ հայ չի։ Սա վերաբերվում է բոլորին։ Ու ոչ թե մենակ քաղաքականապես, այլ կպնում է յուրաքանչյուրիս պատվին, յուրաքանչյուրիս հարմարավետությանը, բարեկեցիկ կյանքին, ապագա ժառանգների ապահով ապագային ուտեն շարունակ։ Ինչ պետք է հիշեցնել Արցախը, բանը, Սյունիքը, դա չի վերաբերվում ձեզ, այսինքն եթե քաղաքականությամբ չեք զբաղվում, ուրեմն ինչ Արցախի հետ կապ չունեք, Սյունիքի հետ կապ չունեք, Հայաստանը ձեր համար հեչ։ Սա վաղուց արդեն նորից եմ ասում, քաղաքականություն չի։ Քաղաքականությունը նա այդ դրանով եթե չեք ուզում զբաղվեք, մի զբաղվեք։ Երբ ձեզ ասում են, մենք գնում ենք ընտրությունների, եկեք դառեք մեր կուսակցության մի մաս, անդամ, եկեք դառեք մեր թիմ, եկեք դառեք մեր վստահված անձ, այդ տեղամասերում եւ դա քաղաքականություն է։ Սա ամենևին քաղաքականություն չի, չնայած կարող է պարունակում է քաղաքական էլեմենտներ։ Ուզենք թե չուզենք, այս պայքարը որակավորվում է քաղաքական, բայց բուն իմաստը բովանդակությունը հերու քաղաքական չի։ Ես նախորդ տեսանյութում էլ օրինակը բերեցի, որ ասենք նստածել ենք միտեղ ու վարչապետ կոչեցյալը գա ու ասի այն ինչ ասում է իր կաբինետից կամ անի այն ինչ անում է Հայաստանի հետ։ Վիրավորի, ծաղրի, սրբություններին կպնի, ինչ ասենք, այնտեղ նստած մարդը պետք է ասի, դե լավ, որ ինքն է, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Ես չգիտեմ էլի ոնց եք նայում ամեն ինչին, բայց դա տենց չի։ Սա պայքարը առաջի հերթին մեր նոր սերնդի համար։ Ու դրա համար ես դիմում եմ մասնավորապես չափահաս մեր բոլոր երիտասարդներին, ուսանողներին։ Սա ամենաշատը ձեր պայքարն է, սա ամենից շատ ձեր համար է, ուստի ձեզ էլ եմ խնդրում ու հորդորում, որպեսզի ամսի 1-ին, 2025 թվականի մայիսի 1-ին ներկա գտնվեք Ազատության հրապարակում ու ամեն մեկդ ներկա գտնվեք ոչ միայնակ, եկեք ձեր ընկերներով, ընտանիքներով, որքան շատ լինենք մենք, այնքան շուտ ու հեշտ կհանձնվի այս նիկոլիզմի ռեժիմը, հակահայկական ռեժիմը։ Եթե չէ, պետք է շարունակեք նստեք տանը, լսեք մեզ հակա բարբաջողների զառանցանքը, որը ոչ հիմք ունի, ոչ փաստ, ոչ ապացույց, բացի իրանց բարոյական հղիության արտահայտումից ու նախանձից ու չարությունից ու հակահայ լինելուց, պետք է նստեք նայեք, բա երբ եք գործողություն անում եւ այլն, իմացեք, համարեք դուրս ենք եկել, դուք շարունակել եք տենց ու ոչինչ չի եղել, նորից եկել ենք, ասենք ամեն մեկը իր գործերով։ Ուզում եք փոփոխություն, դառեք այդ փոփոխության մի մաս, որովհետև այն ինչը արվում է ձեզանից յուրաքանչյուրի համար, ուստի դրա մեջ պետք է ներդրվի յուրաքանչյուրիս մաքսիմալ ուժը, ներդրումը, ներկայությունը, ոնց ասեմ։ Ես վստահ եմ ու ես ուզում եմ հավատամ, որ ամսի 1-ին 18:00 մենք կտեսնենք բոլորին, ովքեր
Հայաստանը համարում են on-line-ից դուրս, Facebook-ից դուրս։ Այսինքն իրանց կողմից Հայաստանի պաշտպանությունը սուպեր գրառումը չի, այլ ֆիզիկապես պայքարն է, պատրաստակամությունն է։ Մենք կտեսնենք ձեզ, ովքեր կողմնակից են Նիկոլին կամ նախկին իշխանություններին կամ թեկուզ դեմ լինելով, բայց կողմնակից են միայն on-line արտահայտվելուն, իրանց կարանք չտեսնենք։ Ու երևա իրականում ով է շատ, ով է քիչ, ով է ինչ ուզում, ով է ինչ է արժանի, մենք բոլորս ինչի ենք արժանի։ Ուզում եք պայքար, ուզում եք գործողություն, պատրաստ ենք, եկեք գնանք քայլի։ Ոչ թե քայլելու, այլ քայլ անելու։ Չեք գալի, ասում եք քայլ չեք անում, չգաք չի լինելու քայլ, եկեք, որ լինի։ Ու նորից եմ ասում, այդ քանակը այն գլխավոր նպատակին հասնելու քանակը չի դեռ։ Գոնե այն վճռականություն ունեցող մարդիկ եկեք, վճռականություն չունեցող մարդկանց ցույց տվեք որպես օրինակ, որ այո, այս քանակով էլ հնարավոր է մի բան փոխել, բա որ շատ լինենք ու գնալով փորձենք շատանալ ու դա տենց էլ կլինի։ Եթե ի սկզբանե մեր մեջի վճռական մարդիկ ցույց տան, որ իրանք այո վճռական են, իրանք ունեն կայացած ինքնություն, որ կարող են որոշում կայացնել ու դուրս գալ պայքարի։ Մնացած բոլոր դեպքերում մի բան անելը անհնար է։ Դուք ուզում եք փոփոխություն առանց գործողության, դա անհնար է, դուք ուզում եք գործողություն առանց վստահելու ու ձեզ նեղություն տալ դուրս գալու, դա եւս անհնար է, ու դուք ուզում եք վստահեք նոր դուրս գաք, չվստահելու ոչ մի հիմք ոչ մեկ չունի։ Հենց որ ուղակի լցվեք վճռականությամբ, ամսի 1-ին ժամը 18:00 դուրս եկեք ազատության հրապարակ, հələ դեռ կարող եք ավելի շուտ եկեք 5:30։ Ու տեսնենք ոնց ոչինչ չի փոխվում, էլի։ Միշտ ամեն ինչ պարզ ու հասկանալի էր, առանց գոռալու, առանց քֆուրների, առանց բանի, գիտակից մարդու համար այս տոնն ու ձևն էլ է բավարար։ Այսքանը բոլորիդ կսպասենք ամսի 1-ին ժամը 18:00 ազատության հրապարակում։ Բանակը հանուն հայասկի, հայասկը հանուն լույսի բանակի։ Այսօր հաստատ է ասկրային միասնությունը, միասնական կանգնած է ողջ հայությունը։ Լույսի բանակը հանուն հայասկի, հայասկը հանուն լույսի բանակի։ Ողջունում ենք բոլոր ասկանավերների, միասին մերժում ենք հայակոծ անդերերի։ Լույսի բանակը խելքի պես կտավ հնար, բոլորս միասին դեպի հայք, դեպի ոսկեդար։ Բռունցքը վեր, մենք եկել ենք, որ հետ բերենք այն ինչը մեն է։ Բռունցքը վեր, հայ ասկի վերածնուտն է հայետերն է։ Բռունցքը վեր, խավարի աղուսասապ ենք մենք ենք լույսը, միայն մեր ասո ու մեր վրա է հույսը։ Մարդիկներն ենք, գարեգին նշտեհին, մենք հզոր սերունդն ենք Տիգրան մեծին։ Հայասկի կողքին ենք հաջաբար, հանուն հայրենիքի Դավիթ բերքաբար։ Աշխարհի բոլոր հայերը ունեն մեկ ուղղություն, դեպի հաղթանակ, դեպի ազատություն։ Մենք ենք լույսը խավարի կիսող տանակ, ողջ ազգով միասնական ենք, մենք ենք մեծ լույսի բանակ։ Բռունցքը վեր, երբ իշխանների մեր ժողը մենք ենք։ Բռունցքը վեր, ենք հակահայերի ճակատին ուղղված ենք ենք։ Բռունցքը վեր, մենք չունենք կանգնած, իշխանումներում չկա, մեր օրենքը մեր արյունն է, Աստված վկա։ Երբ իշխանների մեր ժողը մենք ենք։ Բռունցքը վեր, մենք հակահայերի ճակատին ուղղված ենք ենք։ Բռունցքը վեր, մենք չունենք կանգնած, իշխանումներում չկա, մեր օրենքը մեր արյունն է, Աստված վկա։ Մենք կատարվող գործողություն ենք, մենք իրական փոփոխություն ենք։
գեցե այն այգը, որը մենք ենք բերում, հայոց նոր պատմությունը մենք ենք կերտում, հզոր է հայացքի մեջ ուժը միասնության մեջ, հիշեք և կշկրնեք միայն լույսի բանակ և վերջ։ Հրճակեք դիան մեծի կտակը, հայքը մերն է, հայքի զավակներն այստեղ են, հայը տերն է, լույսի բանակը հանուն հայազգի, հայազգը հանուն լույսի բանակի։